Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն ողջույն ցեզի սիրելի արազատներ բարիլույս ձեր բոլորին հույսով ամեն կտալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք Քարաստորիա բայցողության այս ժամանակաշրջանը սիրելներ ապաշխարության ժամանակ է Աստուծո խոսքը մեզ գհրավիրե ապաշխարության Տեր Հիսուս Քրիստոս երբ աշխարհ եկավ Առաջին քարոզությունը որ ըրավ ըսավ ապաշխարեցեք որովհետև Աստուծո արքայությունը մոտեցած է Հովանես Մգրտիչ Փարսացային հայտարարեց եւ ըսավ ապաշխարեցեք եւ ապաշխարության արդյունք բդուղ դվեք Սուրբ ոգին երբ իջավ առաքյալներուն վրա ու Պետրոս առաքյալ առաջին քարոզը տվավ ապաշխարություն քարոզեց եւ միշտ բոլոր առաքյալները Եկեղեցին սիրելներ ապաշխարության գոչով է որ ժողովրդին կներկայանա եւ կհրավիրե դիրոջ դառնալ որովհետեւ ապաշխարել կնշանակե դիրոջ դառնալ զղջալ մեղքերը խոստովանել զանոնք եւ խնդրել Աստուծո մեզ զորություն որբեսի այլևս նույն մեղքերը չգրտնե ապաշխարությունը սիրելներ փոքր խմբակի համար չէ Ապաշխարությունը բոլոր մարդոց համար է Ապաշխարությունը անհրաժեշտ դոմս է որովհետեւ մենք կարողանանք իսկապես մաքրվել այս կյանքի մեջ եւ իմանանք որ ապաշխարությունը միայն այս կյանքի մեջն է Մերնել է վերջ ապաշխարել չգա այլևս Մերնել է վերջ սիրելներ այլևս արիթ չգա Ապաշխարությունը հավասար է բոլոր մարդոց համար Անոնք լանգրոնավոր կամ աշխարհական Սկսյալ գաթողիկոսներեն մինչև ամենեն խոնար մարդը Սկսյալ փարսաստիճան Պետական մարդ այրերեն մինչև ամենեն բարձ շինագանը Սիրելիներ չեդացկենք մեր ապաշխարանքը Չգարձեք որ ապաշխարությունը բարձաբես դարբեր հակուստեր հակվելու երևույթ է Չգարձենք որ ապաշխարությունը ուրախության չմաստակցելու վիճակ է ոչ ապաշխարությունը ներքին դարձ է երբ ներքնաբես մենք կդառնանք երբ Աստուծո գամքը կհասկանանք ու կսկսենք իր բادرամները կատարել այդ ժամանակ սիրելներ մենք գիտենք այլևս ընտրել ինչն է Աստուծո հաճելին ինչն է ոչը ուր պետք է ներգալալ եւ ուր պետք չէ ներգալալ Ցեզի ամեն շաբաթ կընթերցեմ եկեղեցու Սուրբ Հայրերեն քրությունը եւ այսօր սիրելներ ցեզի պիտի ընթերցեմ Սուրբ Հովան Ոսկեփերանի 9-րդ զրույցը ապաշխարության մասին Սուրբ Հովան Ոսկեփերանը սիրելներ այնքան սկանչելի խոսքեր ունի այնքան սկանչելի ցևով Սուրբ Գիրքը մեկնած է եւ ժողովուրդը հոգեվորապես արտընծուցած է որ ժողովուրդը զին կոչած է Ոսկեփերան եւ Բազմաթիվ զրույցներ ունի ապաշխարության մասին ես այսօր ցեզի 9-րդ զրույցը պիտի ընթերցեմ աշխարհապար թարգմանված արևելայերնով Պիտի տեսնեք սիրելներ ինչ խորքային ցևով կբացատրե ապաշխարությունը եւ ապաշխարության կարեւորությունը լսենք Սուրբ Հայրաբեդին խոսքը Ինչպես որ սերնացանները ոչ մի օգուտ չեն ստանում սերմը ճանապարհի վրա գցելուց Այնպես էլ մենք ոչ մի օգուտ չենք ստանա քրիստոնյա գոչվելուց, եթե չենք արտարացնում այդ գոչումը համապատասխան գործերով։ Եթե ցանկանում եք, կարող եմ ցեզ ներկայացնել Տիրոջ եղբայր Հակոբոսի վկայությունը, որն ասում է. հավատքը առանց գործերի մեռած է։ Հակոբոս 2:20 համար։ Սիրելներ, եթե բարձրապես մենք անունով քրիստոնյա ենք, ինչպես Պողոս առաքյալը գսե 2-րդ Կորինթացիներու նամակի 10-րդ գլխու 5-րդ համարի մեջ Գսե առաքյալը քննեցեք դուք ցեզ տեսնելու համար որ նույն հավատքի մեջ կմնաք փորձեցեք դուք ցեզ Հիսուս Քրիստոսի ներկայությունը ունիք ձեր սրտին մեջ թե ոչ բարձրապես իր անունը կգրեք Եթե մենք բարձրապես քրիստոնյա անունը կգրենք չգարձենք որ սիրելներ պիտի փրկվենք չգարձենք Հաջող մարդիկ կսեն բա ինչ պիտի լա իսլամներուն վիճակը կամ բուդդիստերուն վիճակը նախքան անոնց մասին մտածենք մեր վիճակը ինչ պիտի լա Եթե մենք սիրելիներ անվանաբես քրիստոնյա ենք, մենք պիտի գործվենք։ Եվ այսպես,
Պետք է անցն ամեն օր վարժեցնել բարի գործերի, առանց որի միայն քրիստոնյայի անունը մեզ ոչ մի օգուտ չի դար։ Եվ մի զարմացեք, ասացեք խնդրեմ, ինչ օգուտ զինվորին այն բանից, որ նա գտնվելով զինվորական ծառայության մեջ, իր վարկով չհամապատասխանի իր գոչմանը եւ փանագում ապրելով թակավորի հաշվին չմարտնչի հանուն թակավորի։ Ինչ օգուտ սիրելներ զինվորին, որ բարձրապես համասկեստով զինվոր է, կգտնվի զինվորական կյանքի մեջ, բայց թակավորին հրամանները չի կատարեր։ Ինչ օգուտ այդ զինվորին։ Երբ բادرազմի չի մասնակցի, ինչ օգուտ։ Միգուցե ծանր է իմ խոսքը, բայց լավ կլիներ, եթե այդպիսին ընդհանրապես չմտներ զինվորական ծառայության մեջ, քան թե մտնելով անհոգ գտնվեր թակավորական բադվի հանդեպ։ Ինչպես կարող է խուսափել բաժից նա, ով ապրելով թակավորի հաշվին չի ուզում բادرազմել նրա համար։ Հիմա գահարցնես, թե ապրելով աշխարհում փազում հոգսերի մեջ կարող եմ արդյոք բادرազմել, հոգ դանել եւ փրկվել։ Մեկը գրնա ասել, որ ես որ գաբրիմ այս աշխարհի մեջ եւ բազմաթիվ հոգսեր ունիմ, գրնամ բادرազմիլ։ Ինչ ես ասում ով մարդ։ Ուզում ես քեզ համառոտ ցույց տամ, որ ոչ թե դեղն է փրկում, այլ ապրելակերպը եւ հոժարագամությունը։ Աթամը թրախտում այնպես էր, ինչպես նավը խաղաղ նավահանգստում, բայց նավապետության ենթարկվեց։ Թրախտին մեջ խաղաղ էր աթամի կյանքը, ինչպես որ նավահանգստի մեջ խաղաղ վիճակի մեջ կանգնած է, բայց ինչ եղավ աթամի կյանքի նավը խորդակվեցավ, խորասուզվեցավ, նավապետվեցավ։ Իսկ Ղովդը ապրելով սոդոմացիների մեջ, ինչպես ալեգոց ծովում, փրկվեց։ Ղովդի մասին գիտեք, Աբրահամի եղբոր զավակն էր։ Սոդոմ Գոմորի մեջ ապրեցավ, բայց փրկվեցավ, որովհետև մեղքի մեջ չընկավ։ Հոբն արժանացավ արդարացման, լինելով հալածանքների մեջ, իսկ Սավուղ թագավորը, ապրելով բալատներում զրկվեց թե այս եւ թե կալիք թագավորությունից։ Արդարացում չեն կարող լինել, չեմ կարող ապրել այս աշխարհում այսքան հոգսերի մեջ եւ փրկվել խոսքերը։ Ով որ գսե որ ես չեմ գտնար այս կյանքի մեջ ապրել այսքան հոգսերու մեջ եւ փրկվել։ Այդ խոսքերը չեն արտարացներ քեզ գսե Սուրբ Հովան Ոսկեփերան։ Իսկ գիտեք թե որտեղից է առաջանում նման ինքնարտարացումը։ Նրանից որ հաջախագի չեք գալիս մի մասը աղոթքի մյուսներդ աստվածային սուրբ բادرակին։ Երբ որ չենք մասնակցիր աղոթներու, չենք մասնակցիր սուրբ բادرակներու, այդպես ասելը սիրելներ բաժարապանություն կդառնա եւ ադորամար է որ դժբախտաբար չեն կարողանար։ Որքան կարևոր է հիմա պիտի տեսնեք Սուրբ Հայրաբեդը գխոսի բادرակի մասնակցության, աղոթքի մասնակցության կարևորության մասին, որքան կարևոր է։ Միթե չեք տեսնում թե ինչպես են ճանում նրանք, որոնք երկրավոր թակավորից ուզում են արժանանալ մեծարանքի եւ ինչպես են փնտրում թակավորի մոտ իրենց համար բարեխոսներ, որբեսի չզրկվեն այն բանից, որին համառորեն ցկտում են։ Երկրավոր մարդիկ, երկրավոր թակավորեն գուզեն շնորհքներ ստանալ, բարիքներ ստանալ եւ ամեն ինչ կնեն, գցկտին ադոր, նույնիսկ բարեխոսներ կգտնեն, իսկ մենք երկնավոր թակավորին չենք ցկտիր դժբախտաբար շատերս։ Սա ասվում է նրանց համար, ովքեր սրբազան հավաքներն անդեսելով, սրբազան հավաքները սիրելներ, բادرակներն են, աղոթքներն են, ժամերկություններն են, եկեղեցի երթալն է մեկ խոսքով։ Ուրեմն, սա ասվում է նրանց համար, ովքեր սրբազան հավաքներն անդեսելով, խորտավոր ընթրիքի ահավոր բահին դրվում են զրույցների եւ դադարգախոսության։ Մարդիկ կան, որոնք սիրելներ սուրբ բادرակին գերտան, բայց եկեղեցի չեմ մտներ, կամ հազիվ կմտնեն մեկ հատ մոմ կբարեն դուրս կելեն եւ վարը եկեղեցու փագին թիմած, եկեղեցու թիմած սիգարետը բերնին, կսկսին ծխել եւ զանազան նյութերու մասի խոսել, իսկ այնտեղ արեք գերեք այս է մարմին իմ գսվի եւ գլսվի բարձրախոսեն եկեղեցու մեջ արցականգվող ցայնեն, իսկ մարդիկ դուրսը զրույցի են, նույնիսկ ներսը մարդիկ հերացայինի վրա են, հերախոսի վրա են, իրարու հետ կխոսին, այնտեղ Քրիստոսի խոսքերը գսվին, արեք խմեցեք այսքե, ասիկա իմ արյունս է որ ցեզի համար
հոսած է։ Ինչ ես անում դու ով մարդ, չլսեցիր Սուրբեմից եկող ձայնը, թռները ծածկեցեք ամենայն իմաստությամբ եւ զսկուշությամբ, ձեր մտքերը դեպի վեր բարձրացրեք աստվածային երկյուղով։ Ինչպես որ բادرակի ընթացքին գսվի, ըստերունս ամենայն իմաստությամբ եւ զսկուշությամբ, ձեր միտքերը վեր բարձրացուցեք, ձեր մտքերը դեպի վեր բարձրացուցեք, իսկ դու բոլորի հետ միասին չասացիր, թե մեր ամբողջ միտքն ու հոգին քեզ հետ են, ով ամենագալ Աստված։ Եթե սիրելներ սուրբ բادرակի ընթացքին մեր միտք ու հոգին Աստուծո հետ չեն, եթե չփարսացնենք մեր միտքերը սիրտերը, ապա սիրելիներ մենք չենք կրնար փրկվել։ Դու վախ չես զգում, չես ամաչում հանգարց սդախոս դուրս գալ ամենաահավոր բահին։ Զարմանալի է, երբ պատրաստված է խորտավոր ընթրիքը, երբ մորթվում է Աստծո կարը, երբ քեզ համար ճանում է քահանան, երբ հոգևոր գրագը դուրս է ջարակում ամենասուրբ ընթրիքից, ներկայացել են քերոպեները, թրջում են սերոպեները, վեցտևյանները ծածկում են իրենց դեմքերը, բոլոր ամարմին զորությունները խնդրում են քեզ համար բادرակիչ կանայի հետ միասին, հոգևոր հուրն իջնում է երկնքից, ամենասուրբ գողից լցվում է սգիհի մեջ արյունը կոկավության համար, երբ դու չես վախենում ու չես ամաչում այս ահավոր բահին սդախոս երևալ, քանի որ խոստումը ոչ թե լեզվով, այլ գործով է ապացուցվում։ Չի բավեր միայն սիրելիներս էլ լեզվով ես քրիստոնյա եմ, այլ խոսքով պետք է ցույց տալ։ Եվ այդ ամենն ահավոր բահվան ժամանակ, երբ հրեշտակները, քերոպեները, սերոպեները, վեցտևյանները ամենք եկած են, եւ կանային հետ միասին աղոտ կնեն, եւ ամեն հավատացյալներուն հետ աղոտ կնեն, գաղութեն Հիսուս Քրիստոսին, որ իր գողը բացած է եւ սուրբ սգի մեջ Քրիստոս իր գողեն արյունն է որ գտապե, որովհետեւ այդ արյունը մենք խմենք։ Իր մարմինն է որ գուտավոր այդ մարմինեն ճաշակենք եւ մենք չենք վախնար սուտ խոսելու Աստծո դիմաց, գանքներու եւ սուտ խոսելու, որովհետեւ մենք զաստված միայն խոսքով գսիրենք եւ ոչ թե գործով։ Սուրբանդոն անաբադականնալ, Սուրբանդոն մեծնալ գսե։ Փաստը որ մենք չենք սիրել զաստված, իր խոսքերը չենք գործադրել։ Եվ Հիսուսը սավ ով անու ավիդարան մեջ, ով որ զիս կսիրե, իմ խոսքերս կգործադրե։ Իմ բադվիրաններս կբահե։ Շաբաթվա 168 ժամից ընդամենը 2 ժամ է Աստված առանձնացրել իր համար։ Միթե այդ ժամն էլ դու պիտի վատնես գենցաղային հարցերի, ձիծաղի եւ շադախոսության վրա։ 168 ժամ Աստված մեզի շաբաթը տված է։ 2 ժամը շատ է սիրելիներ, որ Աստուծո դրամատրենք։ Եվ այդ 2 ժամվա ընթացքին մենք գենցաղային կյանքի մասին պիտի խոսենք։ Ինչ կա չկա։ Եկեղեցի մեջ իրարու ասել ինչ կա չկա։ Եկեղեցի մեջ չեն խոսիր սիրելներ գենցաղային նյութերու մասին, հարցերու մասին, ոչ ալ գծիծաղին, ոչ ալ կորձերու մասին խոսին, այլ եկեղեցի մեջ մեկ հոգի հետ պետք է խոսենք Աստուծո։ Այս ամենից հետո ինչ համարձակությամբ պիտի մոտենաս Սուրբ Հաղորդությանը նման աբագանված խղճմտանքով։ Միթե դու գարգադած հնոդիներով գամարցակվեիր մոդենալ եւ գբչել երկրավոր թակավորի հանդերձի եզրին։ Գարգդան եղած հակուստով գրնայիր մոդենալ թակավորին հակուստի եզրին գբչիլ։ Իհարկե ոչ մի դեպքում, իսկ որքան առավել պետք է երգյուղել այս բարակայում։ Եվ մի գարձիր, թե սա սովորական հաց է, եւ մի մտածիր, թե ուղագի քինի է, իմացիր, որ նրանք մնացած այլ գերագուրների նման մարդուց դուրս չեն ելնում։ Սիրելներ, ինչ որ մենք կճաշակենք, ըստ ամոքսը գմարսե, մնացածը դուրս կելե, գարդակսվի։ Բայց Քրիստոսի մարմինը եւ արյունը երբ կճաշակենք, մեր մարմինեն դուրս չելներ։ Այլ մեր մարմնի մեջ ամբողջությամբ սիրելներ լծորտվին։ Շատ հետակ այս մեկը սիրելներ շատ հետաքրական է եւ մեծ սրբություն է։ Քրիստոսի մարմինը եւ արյունը որ կճաշակենք, մտածած եք, որ մարմինը մեր դուրս չելներ։ Մյուս գերագուրներու նման։ Տեսեք ինչ օրինակ կտա հիմա Սուրբ Հովան Ոսկեփերան։ Մի խորիր այդպես։ Այլ ինչպես մոմը մերցնալով գրագին, եւ որ մոմը գմոդեցնեն գրագին, իրենից ոչինչ չի թողնում, ոչինչ չի վերցնում եւ իրեն ոչինչ չի գպչում։ Մոմին սիրելներ, մոմը եւ որ գվարեն գրագով, այլևս մոմը իրեն համար փամը չի բայեր։ Ամեն ինչ գահալեցնե իր մեջ ինքն իրեն
գլուծե։ Հենց այդպես էլ մտածիր նաև այս բարակայում, որ սուրբ խորհուրդներն ամենացորդ լուծվում են մարմնի էության հետ։ Քրիստոսի մարմինը եւ արյունը գլուծվին մեր մարմին հետ, մեր էության հետ։ Անորամար Իսուս Հովանու ավիդարանի 6-րդ գլխում մեջ ասավ, ով որ մարմինս կուտեւ արյունս կխմե, ես իր մեջ կփնագիմ եւ ինք իմ մեջս։ Մենք այլևս սիրելներ Քրիստոսի մարմին եւ արյունը ուտելով գլուծորտվինք մեր մարմնով, մեր էությամբ Քրիստոսի մեջ եւ Քրիստոսալ մեր մեջ։ Եվ Քրիստոսի սուրբ մարմինը հաղորդությունը մեր մեջ են դուրս չելներ երբեք։ Եվ մոդենալով մի մտածեք, թե սուրբ հաղորդությունը վերցնում ենք մարդու ցերկից, այլ պատկերացրեք, որ ընդունում եք աստվածային մարմինը, ինչպես այն գրագը, որ գտնվում էր սերոպեներից երկում եղած ակցանում, որ տեսավ Եսային, Եսայի 6-րդ գլուխը գարտացեք, տեսակ, որ ինչպես ռեշտագը քերոպեն իր ցերկի մեջ ակցամ ուներ եւ ուրեմն ածուխը բռնաձեր եւ այդ ածուխով շրտները մաքրեց, իսկ փրկչական արյունը նույնպես ընդունենք, գարձես թե շուրթերով հբվում ենք փրկչական սրբասուն եւ աստվածային գողին, որովհետեւ սիրելներ սգիի մեջ Քրիստոսի գողեն է, որ արյունը գտապի։ Գարձեք ինչպես կերտանք աղբյուրեն ճուր գխմենք, սիրելներ այնպես պատկերացնենք, որ ուղագի Հիսուսի գողեն է, որ այդ սրբարար իր արյունը որ գխմենք, եւ ոչ թե մարդու ցերկով է, որ բարձրապես մեզի գդրվի։ Քահանաներն ալ, վարդապետներն ալ, անոնք որոնք սուրբ հաղորդությունը գուտան, գադակի մեջ չառնեն, այլ խորանին վրայեն խոնարին եւ հաղորդությունը դան։ Անով սիրելներ ցույց կտան, որ իրենք արժանի չեն, իրենք խոնարին դիրոջ դիմաց։ Իսկ ընդունողները վեր բարձրացրեն աչքերը եւ միածինը էջք գադարե իրենց մեջ։ Սրբությամբ մոտենանք։ Եվ այս պատճառով էլ եղբայրներ, չթողնենք սուրբ հավաքները, սուրբ պատրակները, եւ այնտեղ էլ չդրվենք թադարգապանության, այլ գանքնենք երկյուղով եւ սրդի թրթիրով, հայացքի խոնարհումով, իսկ հոգում ունենանք վիշտ ու սրդի խորքից ելնող հոգոցներով բացականչենք, այլ ոչ թե ցայնեղությամբ, բացականչենք մեր սրդի խորերեն, մեր ցավերը, մեր մեղքերը զղջանք։ Այս բաները արդյոք չեք տեսել նրանց, ովքեր գանկնում են դեսանելի, ժամանակավոր եւ փդման ենթակա երկրավոր թակավորի արչեւ։ Չեք տեսնել, որ թակավորին արչեւ ինչպես կգանկնի մարդիկ։ Չէ որ նրանք լինում են անշարժ, լրագյաց, հանգիստ, հայացքով չեն թափարում այս ու այն գոմ, այլ գանկնում են գլխիգոր, ըսկաստ եւ երկյուղով։ Այս բաները թող քեզ օրինակ ծառայեն, ով մարդ։ Խնդրում եմ, դու էլ նույն կերպ գանկնիր Տիրոջ արչեւ։ Քոնե այնպես, ինչպես որ կգանկնեիր երկրավոր թակավորին արչեւ։ Չէ որ երկնավոր թակավորին արչեւ պետք է գանկնել ավելի մեծ երկյուղով։ Ինչպես որ երկրավոր թակավորին դիմաց մարդիկ լուր, հանդարտ, ածախ չեն նայիր, այլ խոնարած իրենց հայացքները ներքև կգանկնին, սիրելներ երկրավոր թակավորին դիմաց ավելի սրբությամբ դեր պետք է գանկնենք։ Եվ ոչ թե ամեն վարյան, ամեն րոպե աչ ցախ դիտելով, խնդալով, խոսելով, ուրիշ բաներով սփաղելով։ Չեմ տատարի գրտնել այն, ինչը հաջող առաջ էլ ասում էի, մինչև որ ցեզ չտեսնեմ ուղված, եւ այսպես, գալով եկեղեցի մտնենք այնպես, ինչպես բաճաշ է գանկնել Աստուծո առջև, չսնելով մեր հոգիները չարությամբ, որբեսի աղոթքի ժամանակ այնպես չստացվի, որ աղոթենք ինքներս մեր անձերի թեմ ասելով. Թող մեր մեղքերը, ինչպես եւ մենք ենք թողնում մեզ մեր բարդ եղողներին, սարսափելի այս խոսքը, եւ ով արդապերում է այն, կարծես թե գոչ է անում Աստուծուն ասելով, ինչպես որ մենք հայրմերի մեջ կսենք, եւ թող մեզ զբարդիս մեր, որբես եւ մեկ թողում կմերոց բարդաբանած։ Այսին ները մեզի մեր մեղքերը, ինչպես որ մենք կներենք ուրիշներուն մեղքերը, գներենք սիրելներ։ Հիմա մենք մեր անձին հետ խոսենք, եւ դեսեք ինչ կսե Սուրբ Հովան Ոսկեփերան։ Ես թողեցի ով դեր եւ դու էլ թող, ես ներեցի, թունալ ները իմ մեղքերս։ Թողեցի ես, թող եւ դու, ներեցի, ներիր եւ դու։ Ես չներեցի, մի ներիր եւ դու։ Եթե ես չեմ թողել մեր ցավորիս, դու էլ մի թող իմ մեղսակորձությունները։ Ինչ չափով չափեցի ես, թող նույն չափով
եւ չափվի ինձ։ Եթե սիրելներ մենք ուրիշներու մեղքերը չենք ներեր եւ դիրոճ մեներգություն խնդրենք, ավելի լավ է ասենք գսե Սուրբ Հովան ոսկեբերան։ Դեր մի ներեր մեզի մեր մեղքերը, ինչպես որ մենք չենք ներեր ուրիշի մեղքերը։ Այս է ավելի ճիշտ աղոթքը, քան թե սուտ խոսենք Աստծո, ասենք որ ները մեզի մեր մեղքերը, ինչպես որ մենք ուրիշներու մեղքերը ներեցինք։ Իմանալով այս ամենը եւ խորելով այն ահավոր օրվա մասին եւ պատկերացնելով այն թաժան գրակն ու սարսափելի բադիժը, ետ դառնանք այն ճանապարհից, որում թափառում էինք։ Միայն հիշենք սիրելներ, թե ինչ սարսափելի բաներ կսպասվին մեզի հավիտենական բադիժի ընթացքին, քեհենին մեջ ու ետ դառնանք։ Գասնի ժամը եւ գտատարի այս աշխարհի հանդիսախաղը եւ այլևս հոգեվոր սխրանքներ կործելու ժամանակ չի լինի։ Այս յանքի թադրոնը գվերջանա եւ այլևս սիրելներ մյուս յանքի մեջ հոգեվոր սխրանքներ, քաչակորձություններ գադարելու ժամանակ չեն ունենար։ Արիթ չունենք այլևս։ Հոս է որ ինչ որ բիդենենք հոգեվոր իմաստով արաքինություններ ցերծելու համար այստեղ է։ Հնարավոր չէ յանքի վերջում սփաղվել հոգեվոր կորձերով։ Անհնար է այս հանդիսախաղի ավարտին ցերկ բերել լուսաբսակներ։ Կարելի չէ, ինչպես որ վերջի վարգանին 5 հիմար գույսերը չգրցան ցետ բերել եւ երբ որ արդեն հասան փակված էր դռները, այդպես ալ սիրներ յանքի վերջավորության կարելի չէ հոգեվոր հաղթանակներ ցերծել։ Այս ներկա ժամանակ է ապաշխարության, իսկ քալիքը թադի։ Հիմա է ժամը հոգեվոր սխրագործությունների, իսկ քալիքը լուսաբսակների։ Այժմ բահն է աշխատանքի, իսկ այն ժամ հանգստի եւ ուրախության։ Հիմա է ժամը հոգնադանչ լինելու, իսկ այն ժամ վարձատրության։ Արթնացեք, խնդրում եմ ձեզ, արթնացեք եւ լսեք չանասիրությամբ այն, ինչ որ ասվում է ձեզ։ Արթնցեք, արթնանք ամենքս սիրելիներ։ Եվ շարունակության մեջ տեսեք ինչ կսե Սուրբ Հովան ոսկեբերան։ Մենք ապրում էինք մարմնավոր գերբով, հիմա արդեն սկսենք ապրել հոգևոր ցևով։ Ապրում էինք մարմնավոր հաճույքների մեջ, այժմ ապրենք առաքինությամբ։ Ապրում էինք մեղքերի հանդեպ անհոգությամբ, հիմա ապրենք ապաշխարությամբ։ Ախր ինչ ունես հբարդանալու, ով հող ու մոխիր։ Ինչ ունինք հբարդանալու։ Ինչ ունիս հբարդանալու, ով իմ անձս, ով հող ու մոխիր անձս։ Չէ որ մենք հող ու մոխիր ենք սիրելներ։ Ինչու ես քորոզանում, ով մարդ։ Ինչու ես այդպես անհակորեն քովապանություն փնտրում։ Աշխարհային որ մի парքի եւ հարստության վրա ես հույսը դրել։ Խնդրեմ, քնանք քերեզմանները եւ տեսնենք այնտեղ գադարվող ահասարսուր եւ խորտավոր իրավիճակը, տեսնենք քայքայվող էությունը, ցեցոդած ոսկորները, նեխած մարմինը։ Սիրելներ քերեզման երթանք եւ տեսնենք, թե ինչեր պիտի պատահի մեզի հետալ։ Ուրեմն ինչին վրա հբարդանանք։ Ինչու համար այդքան парք փնտրենք։ Եթե դու իմաստուն ես, խորհիր, եւ եթե խելացի ես, ասա ինձ, ով է այստեղ թակավորը, իսկ ով ռամիգը, ով ազնվագանը եւ ով ստրուգը, ով է իմաստունը եւ ով անմիդը։ Քերեզման երթանք, որ մեկը իմաստուն է, ով է անմիդը, ով է թակավորը, ով է բարձ մարդը։ Քերեզմաններու շքեղությունները մորցեք սիրելներ, քերեզմանին դագն է եղածը։ Նեխած փդած ոսկորներն են։ Որտեղ է երդասարտության գեղեցկությունը։ Ուր է հմայիչ հայացքը։ Ուր է գեղեցիկ քիթը։ Ուր են վարտակույն շուրթերը։ Ուր է այդերի քույնը։ Ուր է ջագադի փայլը։ Այս կյանքի մեջ որ ադոնց յետևեն ենք, ուր են այդ բոլորը քերեզմանի մեջ։ Ուր են, փդած են այլևս, փդած է մարմինը, պիտի պդի։ Միթե ամեն բան հող ու մոխիր չէ։ Միթե ամեն բան ворդ ու քարշահոդություն չէ։ Եվ ահա ամեն ինչ փդում է։ Բահելով այս ամենը մտքում եւ խորելով մեր վերջին օրվա մասին, դարձիկանք եղբայր մեր խոդոր ճանապարհներից, քանի թեր ժամանակ ունենք։ Սիրելներ, այսքան հոգ կդանին մարդիկ, քիթ, փերան, մարմինի ինչ անդամներ ուրեցնելով, փոխելով,
քեղեցկացնելով իրենք զիրենք, այլափոխելով իրենք զիրենք, բայց ախր երբ որ քերեզմանը փանանք, այնտեղ որդեր կան միայն, բդած ոսկորներ կան, հոն ոչ քեղեցկություն կա, ոչ մարմին կա, ամեն ինչ բջացած լա, որովհետև հողի միտար դա։ Ինչու օքի մասին չենք մտածել։ Սուրբ Արիամբ ենք մենք քնված։ Պետրոս Արաքյալի խոսքն է, ասիկ առաջին Պետրոսի նամակի առաջին գլխու 19-րդ համարի մեջ։ Գսե Արաքյալը մենք գորստական ոսկիով եւ արծաթով չենք քնված, այլ Քրիստոսի արյունով։ Եվ այդ նպատակով իսկ Աստված երկրի վրա հայտնվեց։ Քեզ քնելու համար ով մարդ։ Աստված երկրի վրա հայտնվեց անգամ գլուխը տնելու դեղ չունենալով, ինչպես Ղուկասու ավետարանի 9-րդ գլխու 58-րդ համարի մեջ Հիսուսը ասավ, որ մարդու որդին գլուխը տնելու դեղ չունի այս երկրի վրա, բայց ինք հայտնվեցավ այս կյանքի մեջ, ինչպես հավատամքի մեջ կսե, մարմնացավ, մարդացավ, ծնավ գադրելաբես վասն մերով մեր փրկության համար։ Օ հրաշք, թադավորը Քրիստոս այսիկն թադաբարդյալների փոխարեն ներկայանում է թադի։ Կյանքը Քրիստոս ջաշակում է մահ, արարիչն ապտակներ է գրում արարածներից։ Սերոպեների համար աներևույթը թուք է ընդունում ըստրուկներից։ Քացախ ուլեղի է ջաշակում, քեղարտով խոցվում եւ տրվում է քերեզման։ Իսկ դու ով մարդ անհոգ ես, ննչում եւ կամահրանքով ես վերապերվում այս հրաշքներին։ Չգիտես, որ եթե դու արյունդ էլ հեղես նրա համար, Քրիստոսի համար, նույնիսկ այդ ժամանակ էլ թերքո բարդականություններն ամբողջովին գադրած չես լինի, որովհետև ուրիշ է դիրագալի արյունը, Քրիստոսի արյունը, ուրիշ ծառայինը։ Եթե մեր կյանքն արյունն ալ թափեն Քրիստոսի համար սիրելներ, ոչինչ է դակավին, որովհետև ուրիշ է Քրիստոսի արյունը, որ կփրկե մեզ, ուրիշ է մեր ծառաներու արյունը։ Եվ գավարդե Սուրբ Հովհաննես Կեփերան այս սկանչելի ապաշխարության զրույցը ասելով եւ այսպես չանա ապաշխարությամբ եւ ուղղվելով պատրաստվել հոգեվարքիդ ահավոր բահին, երբ մոդենա մահը, որովհետեւ միայն այստեղ երկրի վրա է որ ապաշխարությունը ուժ ունի, իսկ թժողքում այն արդեն ուժը գործնում է։ Ապաշխարությունը երկրի վրա ուժ ունի, թժողքի մեջ ուժ չունի։ Թժողքի մեջ մեծահարուստը աղաղագեց Հայրապրամին, բայց Հայրապրամը ասավ, այլ մեր եւ ծեր միջև հսկա անտունդ կա, գալիլ չէ ովև մեկ այդերին հոսքան։ Հիմա է ապաշխարության ժամը, վաղը ուշ կլա, սիրելի եղբայր, սիրելի քույր։ Փարիք անենք, աղաղագենք առ Աստված, քանի դեռ ժամանակ ունենք։ Փարիք անենք, որբեսի ազատվենք քալիք անվախճան կեհենից եւ արժանանք երկնքի արքայությանը շնորհով եւ մարդասիրությամբ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, որին փառք, իշխանություն հավիդյանս հավիդենից ամեն։ Ահավասիկ սիրելներ, Սուրբ Հովհաննես Կեփերանի սկանչելի խրադը ուղված բոլորիս, եկեք սիրելներ, օգտագործենք այս 40-օրյա բայեցողության ժամանակը ապաշխարելով, զղջալով, անդրադառնալով մեր անձի մեջ փույն դրած մեղքերուն եւ կարողանանք Տիրոջ դիմաց գալ, խոստովանել, որբեսի Տիրոջ ներման արժանանք։ Ուստի եղբայրներ եւ քույրեր, Աստուծո դունը երթանք եւ սրբության հետևինք Սուրբ Պատրակին։ Աստված ցեզ արադաբես թողորտնե, բարի եւ օրհնյալ շաբաթավեր ձեր բոլորին։